Գիտեք, այս շաբաթը շատ սենց կարևորվեց ներսումս հենարան բառը։ Մենք շատ անգամ սրան ուշադրություն չենք դարձնում, բայց Քրիստոսը հենարանին շատ է ուշադրություն դարձնում։ Մեզ համար կարևոր է ինչ եղավ, ոնց եղավ, օժտվեցինք թե չօժտվեցինք, չէ՞, Հիսուսը կարևորում էր հենարանը։ Շարել։ Հիսուսը կարևորում էր հենարանը, ասում էր ինչն է կարևոր, ոսկին թե տաճարը, որ սրբացնում է ոսկին։ Ինչն է կարևոր, ասում էր, զոհը թե սեղանը, որ սրբացնում է զոհին։ Այսինքն մարդը կարա շատ լավ զոհանի, բայց ոչ թե Աստծո սեղանի վրա, այլ Բահավի սեղանի վրա, չէ՞։ Մարդը կարա զոհանի, մարդը կարա բերի, մտածես ես ինչ լավ բան արեց, ես ինչ մեծ գործ արեց, չէ՞։ Բայց որն է իր հենարանը, որն է իր շարժարիթը, արդյոք էդի Աստծո սեղանի վրա էր, արդյոք էդի Աստծո խոսքով էր, արդյոք ճիշտ շարժարիթով էր, հենարանի կարևորությունը։ Ես հիշում եմ դպրոցում, երբ որ մեզ սովորեցնում էին ինչ է կշիռ, մեզ ասում էին այդ ուժը, որ ազդում է հենարանի կամ կախոցի վրա, կոչվում է կշիռ։ Այսինքն, եթե չկա հենարան, եթե չունես հենարան, ամեն բան կորցնում է իր կշիռը, քաշը, իր կարևորությունը, դու կարա շատ լավ բան անես, բայց եթե այդ լավ արված բանը չունի ճիշտ հենարան, ինքը կորցնում է ամեն ինչ։ Այս վերջերս երեխեն լացում էր Սիբիրին, Պետրոսն ասում էր, քանի որ դու լացելով ես խնդրում էդի, չեմ տա քեզ։ Մենք շատ անգամ հոգևոր առումով մտածում ենք, չէ, լացեք, Տեր ջան, մի քիչ ավելի ուժեղ խնդրենք, Աստված կտա, Աստված ասում է, դի ճիշտ հենարան չի։ Իմ ուզած հենարանը հավատքն է, ես ուրիշ հենարան եմ ուզում, ամեն, ես ուզում եմ դուք ուրիշ հենարան ունենաք, ոչ թե մարդկային հենարաններ։ Գործքի 8-ում, երբ որ Պետրոս առաքյալն աղոթում էր պարգևներով Սուրբ Հոգով լցվում էին, մի հատ Սիմոն մոտ կար, ասես փող տամ այդ պարգևը տուր ինձ, ես էլ ունենամ։ Ասես դու սխալ հենարանի վրա ես, ու քանի քո հենարանը փողն է, քանի դու մտածում ես հենարանը փողն է, պարգևները գործում են փողով, այս ինչը գործում է փողով, դու քո փողի հետև կկորսվես, ասեց։ Դու չես հասնի դրան, ինչի համար, որտեղ հենարանը ճիշտ չի։ Ես այսօր ուզում եմ մենք նայենք, ինչ հենարաններ ունենք մեր կյանքում։ Որն է հենարանը, որտեղ բոլորը սիրում են օրհնվել, ամեն, բայց Սուրբ Գիրքը սենց է գրում Եսայի մարգարեության 3-րդ գլխի առաջի խոսքում։ Ամեն ինչ ունի հենարան։ Հեսա 3-րդ գլուխ առաջի խոսքը, որովհետև ահա զորած Եհովա Տերը հեռացնելու է Երուսաղեմից և Հուդայից, այսինքն իր ժողովրդից, չէ, այն ժամանակվա Երուսաղեմը Հուդան հիմիկվա եկեղեցին է, մենք ենք, հեռացնելու է Երուսաղեմից և Հուդայից գավազանը, ցուպը, հացի բոլոր նեցուկը և ջրի բոլոր նեցուկը։ Նեցուկը հոմանիշ բառը հենարանի։ Այսինքն հեռացնելու է հացի ու ջրի հենարանը։ Մենք երբ որ ասում ենք հաց, հասկանում ենք ամեն ինչ, ամեն, որ ասում ենք եթե մի կտոր հաց ուտենք, ու նկատի չունենք, հաց ենք ուտելու, նկատենք ամեն ինչ, ամբողջ սեղանը։ Երբ որ մենք ասում ենք հաց ջուր, նկատում ենք ամբողջ օժտությունը, ամբողջ սեղանը, ու Աստված ասում է, որ դա հենարան ունի, եւ ես կորցնելու եմ այդ հենարանը։ Ձեր օժտությունը կարա գա մի հատ պահ, մենք ուզում ենք Աստծուց օժտություն, բայց այդ օժտությունը կորցնի հենարանը։ Որն է հենարանը։ Ես ուզում եմ մենք այսօր մի երկու բան իրար հետ միասին նայենք։ Որն է հենարանը։ Առաջին խոսքն ասում է, որ հացի ու ջրի հենարանը կկորցնեմ, երկրորդ խոսքը սկսում է ասենց, բացատրություն, որն է հենարանը, ինչ են կորցնելու, քաջին եւ պատերազմական մարդուն։ Հետո շարունակություն կա, բայց հիմա չեմ ուզում եկի կարդամ, գիտեք, հենարանը մեր օժտությունների մենք շատ անգամ մտածում ենք սրբությունն է, մեր սուրբ կյանքն է անպայման, սրբությունը կարևոր բան է, բայց դա նշում է քաջին։ Քաջ, այսինքն հավատացող մարդ, պատերազմով, այսինքն Աստծո զորությունով լցված մարդ, ամեն, քաջ այն մարդն է, որ կարա քայլ անի, հավատքի քայլեր անի։ Դավիթ ինչով էր քաջ, Գողիաթին խփելով, ամբողջ բանակը իր օրհնությունը կորցրել էր։ Ամբողջ բանակը կորցրել էր օրհնությունը, ինչի համար քաջություն չունեին Գողիաթին խփելու։ Երբեք Աստված չի գալիս ասում կառուցեք ամեն ինչ ձեր սրբության վրա, այս պատվիրանները պիտի անպայման պահեք, որ ես օրհնեմ ձեզի, այս պատվիրանը եթե չպահեք ես ձեզ չեմ օրհնի։ Աստված չի գալիս հենց ասում, քաջ եղեք, հավատքով եղեք, իմ զավակներն եք, չէ։ Մերինցից ասեց, աշոտ եղբայրստեղից ես նույնը ասեց, ով ենք մենք, չէ, Աստծո որդիներ, Աստծո զավակներ, ու շատ անգամ այդ քաջությունը մենք կորցնում ենք։
Մենք այդ հավատքն ենք կորցնում։ Գիտեք ինչն է խփում մեր հենարանին։ Ես ուզում եմ այսօր մենք էսի նայենք, եթե ես կարդամ շարունակությունը, շարունակությունում սենց է գրում. Քաջին եւ պատերազմական մարդուն, դատավորին եւ մարգարեին, սրանք մեծուկներն են, սրանք հենարաններն են, գուշակողին եւ ծերին։ Շարունակությունն ասում է հիսնապետին, խորհրդականին, իմաստուն ճարտարապետին եւ գիտուն կախարդին։ Գիտեք, ստեղ երկու բառ կար, որ վատ էր, երկու պաշտոն կար սենց ասած, գուշակը ու գիտուն կախարդը։ Գիտուն կախարդը արդեն մասնագետն է։ Ինքը արդեն մասնագիտացել է սրա մեջ, բայց սկզբից սենց չէր։ Ինչ գրված էր լավ էր, բացի գուշակից։ Վերջում գալիս է պահ, որ արդեն կախարդը սատանան լրիվ ձևով ներս է մտնում, իր ուզածնանում է, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ ամեն ինչ լավ է, բայց ինչն է գալիս խառնուրդ որպես ու հարվածում է մեր հենարանին։ Ու մենք զրկվում ենք հենարանից։ Դա գուշակն է։ Գուշակությունն ասելով մենք միշտ հասկանում ենք, թե գնալ գուշակի մոտ, գնալ ասենք կոֆեի բաժակ նայողի մոտ, ինչ է գուշակը, գուշակը մի մարդ է, որ ապագայի մասին խոսում է ելնելով ենթադրություններից, ինչ որ ենթադրություններ, ինչ որ երևակայական բաներ ու ինքը սրանից ելնելով ապագայի մասին խոսում է։ Մենք այսօր, եթե նայենք մեր կյանքը, մենք իհարկե գուշակի մոտ չենք գնա եւ այլն, բայց երբ որ ժողովուրդը սկսում է իր ապագան կառուցել հենել իր անձնական ենթադրությունների վրա, ժողովուրդը քայլ առ քայլ զրկվում է ճիշտ հենարանից։ Մենք շատ անգամ, մենք գիտեք ոչ թե հավատքի վրա ենք կառուցում Աստծո խոսքի վրա, մենք շատ անգամ մեր կյանքը սկսում ենք կառուցել մեր ենթադրությունների վրա։ Մենք սկսում ենք ենթադրել այս ինչը սենց, այն ինչը հենց գուշակն են չի, որ դուք դի գնաս ու կախարդի գուշակի մոտ, մենք այսօր ոչ մեկս չենք գնա այսօր գուշակի մոտ, այնինչ գուշակը ապրում է մեր ներսում։ Մենք Աստծո խոսքը կարդում ենք, ասում ենք լավ խոսք է, Աստված մեր համար մի բան է ասում, մենք չենք առանձնանում լսելու, որտեղ ինչ ես դու ուզում, ինչ-որ մի ծրագիր ունես, ինչ-որ մի հատ ընթացք ունես գնալու, դու չես առանձնանում Աստծո մոտ, դու չես ուզում լսես Տերն ինչ ասում սրա, դու սկսում ես ենթադրել քո ներսում։ Ու եթե նայեք Սուրբ Գիրքը ցանկացած մարդկային ենթադրություն, որի վրա մարդը կառուցել է իր կյանքը, ինքը դեպի ցած է տարել։ Երբեք դեպի վերև չի գնացել։ Օրինակ Սուրբ Գրքի մեջ Դավիթ թագավորը միշտ Աստծո խոսքը կատարում էր, միշտ անում էր այն, ինչ Աստված իրան ասում էր։ Բայց գալիս է մի հատ բան, Դավիթը սկսում է ենթադրել։ Ասում է, եթե սենց շարունակի մի օր Սամուղը կսպանի ինձ։ Սա իր ենթադրությունն էր, Սամուղը չէր կարա իրան սպաներ, որտեղ Աստված մինչև այդ պահել էր, շարունակում էր պահել ու Աստված պահում էր։ Մի անգամ քիչ ամնում Դավիթը Սամուղի ձեռքը ընկնի, լուր է գալիս, որ թշնամին հարձակվել է, Սամուղը թողում գնում է։ Այսինքն ամեն ձևով Աստված պահելու էր, բայց ինչ անում Դավիթը, Դավիթը սկսում է ենթադրություն անել։ Ոչ թե ապրել հավատքով, այլ ենթադրությունով, եթե շարունակվի սենց, մի օր ինձ Սամուղը կսպանի։ Ու գիտեք սրանց ինչ է տեղի ունենում։ Ինքը գնում է, սկսում է ապրել թշնամու բանակում։ Ինչ անում ենթադրությունը ինձ Աստծո դաշտից հանում է ու տանում է, դնում է թշնամու դաշտ, ու մենք էդի շատ անգամ չենք զգում։ Ընդեղ էլ Դավիթը հաղթական ապրում էր, ընդեղ էլ ամեն ինչ լավ էր, բայց ինքը թշնամու դաշտում էր։ Քիչ էր մնում իր ընտանիքը կորցներ, քիչ էր մնում դուրս գալ, հրեաների հետ կռվել ու հրեաներին սպաներ, ամեն ինչ փոխվել էր։ Երբ որ Դավիթը ապրում էր հավատքով, Դավիթը հարձակվում էր, գրոհում էր, հաղթում էր։ Երբ որ Դավիթը սկսեց ենթադրել, Դավիթը փախավ, պաղկվեց ու երել թշնամու մոտ։ Տարբերությունն էսի է, որ մենք շատ անգամ ենթադրությունների տեղ տալով միշտ մի հատ սխալ մի բան ենք անում։ Մի հատ ուրիշ թագավոր կար Հերոբոամ անունով, Աստված խոսում է իր հետ մարգարեի միջոցով ու ասում է ես քեզ թագավոր եմ դարձնելու։ Դու դառնալու ես թագավոր եւ իսկապես ինքը Աստծո ձայնը լսելով շարժվելով դառնում է Իսրայելի 10 ցեղերի թագավորը։ Երբ որ դառնում է 10 ցեղերի թագավորը, երկուսը մնում են Հուդայի ցեղերը Ռոբոամին,
Գիտեք ինքը սկսում է ենթադրություն անել։ Մարդ, որի հետ Աստված խոսացել էր ու ասել էր դու թագավոր ես լինելու, ինքը սկսում է ենթադրություն անել։ Ու ասում է, եթե շարունակվի սենց ապագան, ամբողջ Իսրայելի իմ թագավորության 10 ցեղերը կգնան Հուդայի մոտ, եւ ես կմնամ առանց թագի։ Ինչ անեմ, երկու ոսկե հոտ սարքեմ ու ասեմ սրանք են քո աստվածները Իսրայել, ու թող գան սրանց պաշտեն։ Ենթադրությունը տանում է թե իրան, թե ազգին, կռապաշտության մեջ, ինչի համար, որտեղ ինքը սկսեց ենթադրությունով ապրել։ Երբ որ Ռեբեկան Աստծուց խոսք ուներ, որ քո որովայնում ապրող երկու երեխաներից փոքրը Հակոբը դառնալի է տեր, դառնալի է իշխան ու ընտրյալն է, ինքը ամեն ինչ նորմալ էր։ Երբ որ սկսեց ենթադրել պապան ուզում է օրհնի Եսավին, ուրեմն ապագայում ամեն ինչ կփոխվի, ինչ արեց սխալ քայլեր արեց։ Իր ամուսնուն խաբեց, իր վրա անես վերցրեց, երկու եղբայրների մեջ կռիվ գցեց, ինքն էլ ժամանակից շուտ մահացավ։ Ինչի համար, որովհետև սկսեց ապրել ենթադրություններով։ Ինչն է կարևոր, որ այսօր Աստված ուզում է, որ ես փոխանցեմ, ժամանակն է, որ մենք մեր հենարանը նորից ուղենք ու մաքրենք։ Մենք շարունակում ենք մեր կյանքը կառուցել մեր ենթադրությունների վրա, մեր հասկացողության վրա, թե մենք շարունակում ենք սպասել ու լսել, ինչ է ասում Տերը, որովհետև երբ որ մենք լսենք Տերն ինչ է ասում, մեր կյանքը ճիշտ հենարանի վրա կգա, ու այդ ժամանակ ամեն բան մեր կյանքում սուրբ, ընտրված, հաղթական եւ օրհնված կլինի։ Հացի եւ ջրի հենարանը դու չես կորցնի։ Օրհնությունները կգան, բժշկությունները կգա, աստվածային ամեն բարգավաճումը կսկսի լցնել մեր կյանքը, ինչի համար, որտեղ սովորում ենք սա տա ում Աստծուն։ Ես չեմ հիշում անցած անգամ ասի Դավիթ բառը, որ տաճարի հատակը կոչվում էր Դավիթ, Սողոմոնը դրել էր հատակի անունը Դավիթ, որ նշանակում էր դպրություն, սովորելու վայր։ Մարդը գալիս էր, երկրպագում էր, գլուխը դնում էր գետի ու հատակի սովորում էր Աստծուց, ամեն, որ մենք գանք եւ գիտեք մեր ականջը տանք Տեր, այս իմ պարագայի համար, այս գործի համար, ինչ խոսք ունես այսօր, որ ուզում ես ես ստանամ այս խոսքը, ու ես իմ կյանքը այս խոսքի վրա կառուցեմ։ Սուրբ Գիրքը գրում Աստված Մովսեսին ասեց Արիսար, ես ուզում եմ խոսամ քորը։ Սուրբ Գիրքը գրում է Մովսեսը բարձրացավ սար ու Աստված չխոսաց փոխարեն շատ շուտ վեշերս հավաքել է իջել է ցած եկել է Մասիս պաշտպանքի Մովսեսի երկրորդ օրն ամնում, երրորդ օրն ամնում, 5-րդ օրը, 6-րդ, ասում է 7-րդ օրը Տերը խոսաց Մովսեսի հետ։ Ես մտածում եմ Մովսեսը գուցե սովից մահանար, բայց չէր իջնի, որտեղ Տերն ասել է արի խոսալու է։ Ու ինքը գիտեր, որ ոչ մի քայլ առանց Աստծուն լսելու ինքը իրավունք չունի անել։ Սենց էր ապրում նաև Հիսուս Քրիստոսը, ով մեր օրինակն է, ու ասաց իմ նման ապրեք, ամեն։ Երբ որ Մարիամը եկավ ու Հիսուսին ասեց սրանք գինի չունեն, գինին վերջացել է, Հիսուսը գիտեք ինչ ասեց, հիշում եք պատմությունը։ Հիսուսը ասաց ով գինի, մեկ ինչ գործ ունես, իմ ժամանակը չի եկել։ Սա նշանակում է, քանի հայրը չի խոսացել, ես ոչ մի բան չեմ անում։ Ինչի համար ջուրը գինի դարձրեց Հիսուսը։ Չէ որ ասել էր մինչև հայրը չխոսի, ես չեմ անում։ Հիշում եք ինչ ասեց Մարիամը։ Մարիամն ասեց ինչ որ ասի ձեզի կանեք։ Գիտեք, սա հոր ձայն էր։ Մի քանի ամիս հետո այլակերպության մերի վրա հայրը ասում է սա իմ որդին է, ինչ ասի լսեք իրան, արեք իր ասած։ Հիսուսը լսեց, որ Մարիամի միջոցով ոչ թե արդեն Մարիամն է խոսում, հայրն է խոսում։ Ու սրանից հետո Հիսուսը գիտեր, եթե հայրը խոսացել է, ուրեմն ինչ ասի անպայման լինելու է։ Եթե Հիսուսը ասեր ջուր լցրեք, ջուրը գինի էր դառնալու։ Եթե Հիսուսն ասեր ուղղակի դատարկ ամանները տարեք, դատարկ ամանների մեջ գինի էր ստեղծվելու։ Եթե Հիսուսն ասեր սափորը լցրեք հողով ու տարեք, հողով լցնեին ու տանեին, հողը գինի էր դառնալու։ Որովհետև հայրը խոսացել էր։ Ամբողջ խնդիրները, որ մենք հենարանն ենք կորցրել, ինչն է սրբուն ոսկին, տաճարը, ինչն է սրբուն զոհը, սեղանը, հենարանն է կարևոր, ինչ հենարան ունես։ Եթե հայրը խոսացել է ամեն բան փոխվում է, մենք դառնում ենք լրիվ ուրիշ մարդիկ, երբ որ կա այդ հենարանը։ Ես գուցե պատմել եմ 2003 թվականին միացած փորձառություն ունեցա, որ իմ համար շատ կարևոր է եղել այս փորձառությունը։ Պաշտամունքի տեղ ենք ման գալիս, չենք կարողանում ճարենք։
Արդեն երկար ժամանակ է, 2 ամիս մենք պաշտամունքի տեղ չունենք, մեր տանն են հավաքում, որը վարձած տուն է, չի լուգը թե պաշտամունք անել, ու մի խոսքով շատ դժվար մի հատ շրջան է, ու մենք պաշտամունքի տեղ ենք ուզում, ու այդ 2 ամիս ինձ մենակ մի խոսք է գալիս սուբյեկտից, ես եմ, որ բացում եմ, փակող չկա, ես եմ, որ փակում եմ, բացող չկա, այս խոսքը գալիս է, դե գիտեմ դու բացում ես, փակող չկա, դու փակում ես, բացող չկա, բա ինչ անեմ ես։ 2 ամիս հետո կանգնած եմ պատուհանից նայում եմ տխուր, թե ինչ անեմ, ու մեկ էլ միտքս գալիս է մանկապարտեզը, որտեղ մեր երեխեքը գնում էին մանկապարտեզ, ու ասում ես եթե վարի չէ խոսանիշ կանի, կտատ եք որ պաշտամունք անել, նույն րոպեին Աստծուց խոսք է գալիս, ես եմ, որ բացում եմ, փակող չկա։ Շարունակություն էլ չի գալիս, շարունակություն էլ չի գալիս, ես եմ որ փակում եմ, այսինքն ես հասկանում եմ մի բան, եթե Տերը բացել է, ոչ մեկ չի կարող փակի, հիմա բացելու ժամանակ է, հիմա Տերը բացել է, ես գնում եմ վարիչի հետ խոսում եմ, վարիչն ասում է շատ լավ, ընդհանրապես 10,000 դրամ ամիսը տվեք, մենք ձեզ կտանք դահլիճը, շաբաթ կիրակի, առավոտից գիշեր ձեր տրամադրության տակ, մյուս օրերը ժամը 5-ից հետո դահլիճը ձերն է, բացի այդ ամբողջ օրերով կրուլասուտշնի սենց ասած, կտանք ձեզի մի հատ սենյակ, մեծ սենյակ էր, համարյա այս սենյակի չափ, մի հատ մեծ սենյակ էր, կտանք ձեզ բանալին ձեր մոտ մանկապարտեզում, երբ ուզում եք եկեք շաբաթ կիրակի ուրբաթ, երկուշաբթի առավոտից իրիկուն այդ սենյակը ձերն է, ես ասում եմ չէ, սենյակը պետք չի, մեզ պետք է մենակ կիրակի դահլիճը, ասում է չէ, ես ուզում եմ ձեզ տամ շաբաթ կիրակի իրիկուններն է ու դա ու սենյակը, ես ասում եմ չէ, սենյակը չեմ ուզում, մեզ մենակ կիրակի ապեք, ասում եմ սաղ 10,000 դրամի մեջ, ասում եմ չէ, մեզի մենակ դահլիճը տվեք, հետո ասում եմ լավ, հետո հիմա հա ասեմ, հետո սենյակից կհրաժարվեմ, ստիպեց, որ ես էդի վերցնեմ, տուն գնալուց, ասում եմ, ես ինչ ես անում, մարդը կեզ ձրի ամեն ինչ տալիս է, գիտեք, Աստված բացել է, ես չէի կարող փակել, մենք մեկ մտածում ենք, գիտեք, հավատքը մի բան է, որ պիտի հլնես, սսկրվես, գիտեք հավատքը ինչ է, հավատքը լսել է հորը, եթե մի բան հայրը բացել է, ոչ մեկ չի կարող փակել, մեկ ասում ենք ինչի համար, այս մեկի կյանքում ամեն ինչ լավ ստացվեց, այս մեկի կյանքում ամեն ինչ վատ, բաներ կա Տերը բացում է, բաներ կա Տերը փակում է, մեզ պետք է լսել իրան, եթե Աստված այս ինչի համար ինչ որ մի բան փակել է, ես չեմ կարող բացել, ինչ էլ անեմ, ես ով եմ որ բացեմ, գիտեք իմ հավատքը որն էր այդտեղ, ընդհանրապես մի բան, գնալ մանկապարտեզ խոսալ վարիչի հետ, ես պիտի ուղղակի հավատքի քայլ անեի, լսել, հնազանդել, մի ձև կար, որ դա չլիներ, մենակ մի ձև կար, եթե ես չգնեմ, եթե ես իմ հավատքի քայլը չանեի, մնացած ցանկացած պահում, մի հատ Աստծո ծառայի, հարցնում են, ասում են, քո միջոցով լիքը մեռելների հարություն ա լինում, ոնց է դա տեղի ունենում, ասում եմ, մենք մեռելներ հարություն չենք տալիս, մենք երբ որ լսում ենք մեկը մահացել է, Տիրոջը հարցնում ենք, Տեր, ինքը պիտի ապրեր, թե իր վերջն էր, երբ որ Տերն ասում է սա իր վերջն էր, մենք գնում թաղում ենք իրան, ուրեմն չենք աղոթում, երբ որ Տերն ասում է չէ ինքը պիտի ապրի, ուղղակի ինչ-որ խնդիրներ սխալ են եղել, մենք գնում աղոթում ենք ու ինքը հարություն է անում, գիտեք, մենք շատ անգամ հավատքը դարձրել ենք մի բան, որ մենք ենք, հեսա կգնանք ինչ կուզենք կանենք, հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից, հոր ձայնը լսելուց է, երբ որ ես լսում եմ հոր ձայնը, ես ուրիշ մարդ եմ դառնում, երբ որ Նիկոդեմիոսն եկավ Հիսուսի մոտ, ասաց Տեր, ես գիտեմ, որ դու հրաշագործ ես, ես գիտեմ, որ դու հրաշքներ ես անում Աստված քո հետ է, գիտեք ինչ է ուզում ասել, ուզում էր ասել օգնի մեզ, մենք օգնության կարիք ունենք, հրաշք արա, Հիսուսը չասեց կօգնեմ ձեզի, Հիսուսն ասեց, ով որ ծնվի թագավորության մեջ կլինի ու թագավորությունը կտեսնի, ասեց դուք էլ կարող ծնվեք ու նույնը լինեք, ինքը նաև ձեր պապան կլինի ու նույնը կլինի, ինչ որ հայրը ասում է դա է տեղի ունենում, այսօր ես որ վերստին ծնվել եմ, դուք որ վերստին ծնվել եք, մենք ոչ թե Աստված իմաստով, այլ գործի, զորության իմաստով, մենք նույն Հիսուսի նման ենք, եթե մենք լսենք հոր ձայնը ցանկացած պարագայի մեջ, ինձնից մնում է հնազանդվել այդ ձայնի, ձայնը ամեն ինչ անելու է, ձայնը գալու է ամեն բան իր տեղը դնի ու ոչ մի խնդիր չլինի, եթե մենք նայենք Սուրբ Գիրքը կտեսնենք, որ շատ քիչ կա, որ նոր կտակարանում սատանայի հետ կռիվ կա, գիտեք ինչի համար է շատ քիչ այդ կռիվը, որտեղ մենք շատ ավելի բարձր ենք դրված,
Պողոս առաքյալը լսում էր Աստծո ձայնը, լսում էր հոր ասած ու դրանով ապրում էր։ Գիտեք, որտեղ է սատանայի կռիվները մեր կյանքում, ենթադրության մակարդակում։ Երբ որ մենք ապրում ենք ձայնը լսելու մեջ, սատանան միշտ պարտվում է, դու ասում ես ինքը հեռանում է, որտեղ դու շատ բարձր տեղ ես դրված։ Երբ որ ես այդ բարձր ձայնը լսելու մակարդակից իջնում եմ ուղղակի իմ ենթադրությունների մակարդակ, իմ ենթադրությունները շատ թույլ են սատանայի համար։ Ինքը ավիրելով գնում առաջ իր համար խնդիր չկա, ինչ է իմ ենթադրությունը այդ հրեշտակի առաջ, որին Աստված ստեղծել է գերբնական ու զորավոր, ու իմ մարդկային ենթադրություններով ուզում եմ մի բանի հասնեմ։ Անհնարին է, չի լինի էսի։ Ես մի խոսք եմ ուզում կարդամ Սուրբ գրքից, Հայտնության գրքից, այս շաբաթ կարդում էի, շատ հետաքրքիր մի հատ խոսք էր, որ կպավ սրտիս։ Գիտեք, այդ խոսքը վերջին ժամանակների մասին է, բայց ես չեմ ուզում էսի նայել որպես վերջին ժամանակներ, որովհետև մանավանդ հիմա այնքան տարբեր մեկնաբանություններ կա, որ մնում ասես թե ոչ էս եմ նայում, խոսա ես քո ձայնով, քո հետ միասին քայլեմ գնամ առաջ, ես քո հետ քայլեմ։ Սուրբ Գիրքը գրում է Ենովքը Աստծո հետ քայլեց եւ փոխադրվում էր։ Ամեն։ Մեզի չի փոխադրի, մահը չէր կարող գտնել։ Գիտեք, Աստված, երբ որ դու իր հետ քայլում ես, դու շատ ավելի արագ ես փոխադրվում, քան մահը քո հետևից կարող է։ Դու թռնում ես երկրորդից 4-րդ դասարան, փոխադրվում ես ավելի բարձր, մահը չի կարող գտնի քեզ, ինքը չունի այդ արագությունը։ Երբ որ մենք լսում ենք հոր ձայնը, քայլում ենք իր հետ, սա լրիվ ուրիշ բան է։ Հայտնության 20-ում ասում են, եւ տեսա մի հրեշտակ, որ ցած էր գալիս երկնքից, ուներ դժոխքի բանալին եւ մի մեծ շղթա իր ձեռքում, եւ նա բռնեց այն վիշապին, այն առաջին օծին, նայեք, կռիվ չկա, ոչ մի կռիվ։ Հրեշտակն իշխնումացած բռնում է սատանային, ոչ սովորական ինչ-որ մեկին, սատանային, որ 3 հրեշտակապետներից ասում են ամենաուժեղն է եղել, սովորական մի հատ դեպի չէր սենց ասած, բռնեց վիշապին այն առաջին օծին, որ է բանսարկում եւ սատանան, եւ կապեց նրան 1000 տարի եւ գցեց նրան անդունդի մեջ եւ փակեց եւ կնիկ դրեց դռան վրա։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ սատանան ոչ մի կռիվ չի անում, չի կարողանում անի այս հրեշտակի դեմ։ Ինչի համար Սուրբ Գիրքն ասում է հրեշտակը ուներ դժոխքի բանալին։ Գիտեք ինչ է տեղի ունենում, իր օֆիսում սատանան նստած դժոխքում իր դեղերի հետ, ոնց է ասենք կինոների մեջ տեսնենք Հիտլերը եւ այլն, չէ, իրենց այդ խմբով խոսում են, նստած են իրենց այդ մութ խավարի մեջ, այդ մթնոլորտի մեջ, ծրագրում են այդ ինչ կարողանան, ոնց անեն, որովհետեւ ոնց որ ամեն ինչ տանուլ են տալիս, բայց իրանք գիտեն ապահովա, որտեղ դուրը ներսից փակել են, իրանք գիտեն ապահով տեղում են գտնվում, ոչ մեկ չի կարող տեղ մտնի, ու մեկ էլ տեսնում են, որ դուրը բացվեց ու ներս մտավ մեկը։ Ներս մտավ մեկը ու այդտեղ մի անգամից լույս վառվեց ու ամեն ինչ փոխվեց։ Գիտեք, ինչի համար հրեշտակը կարողացավ ներս մտնի, ուներ բանալին, ամեն, դե ինչի համար ես այդ բանալին պահել երկնքում, վերջին օրը տալիս ես հրեշտակին, որ հրեշտակը կա, իսկ մենք ստեղ քո եկեղեցին, քո զավակները չունենք էսի։ Երբ որ ես մտածում էի սրա վրա, գիտեք, հիշեցի, որ Աստված մեզ արքայության բանալիները տվել է 2000 տարի առաջ Պետրոսի հետ խոսալու ժամանակ, եթե տվել է արքայության բանալիները, ինչի տվել դժոխքի բանալիները։ Ես սկսեցի մտածել, թե գուցե տվել ես այդ բանալիները, բայց մենք ունենալով դժոխքի բանալին մեր ձեռքում, մենք շարունակում ենք թույլ տալ, որ սատանան ինչ ուզի անի այս երկրի վրա։ Ինչի համար մենք չենք կարող բռնենք սատանային, ինչի համար մենք չենք կարող կապենք իրան, ինչի համար չենք կարող շատ բաներ փոխենք, ինչի համար չենք կարող մեր մթնոլորտում, քաղաքում, մեր կյանքում փոխենք, ինչ որ բաներ ինքը շարունակում անի, գուցե բանալին Աստված տվել է, բայց մենք այդ բանալին չունենք, երբ որ մտածում էի սրա վրա միտք եկավ։ Իսկ այդ 20-րդ գլուխ առաջի խոսքից, որ սկսում է, 19-րդ գլուխը վերջի խոսքը ոնց է վերջանում, գուցե այնտեղ բանալին տրված է, ընդհանրապես պետք է մի գլուխ հետ գնալ ու տեսնել ինչ է տեղի ունենում այնտեղ ու գուցե մենք այդտեղ ճարենք բանալին, որ դժոխքի դուրը մենք պիտի բացած լինենք առաջին դարից սկսած մինչև հիմա, առաջի դարում բացում էին, բայց մենք այսօր գուցե չենք էլ անում էսի։ Ու ես բացում եմ ու սկսում եմ կարդալ վերջի խոսքերը։ Եվ Գազանը բռնվեց եւ այլն, եւ գնացածները սպանվեցին,
ձիու վրա նստողի սրից, որ նրա բերանից դուրս էր գալիս։ Գիտեք, ձիու վրա նստողը Հիսուս Քրիստոսն էր, իր բերանից սուր էր դուրս գալիս։ Ու մի անգամից ինձ միտք եկավ, որ դժոխքի բանալին, որը բացում է դժոխքի դռները, հենց այն սուրն է, թուրը, որը Աստծո Հիսուսի բերանից դուրս է գալիս։ Բայց մենք այսօր շարունակում ենք ամենամեծ սխալը մեր գիտեք որն է, որ շարունակում է սատանան մեր կյանքում գործել, ինչ-որ բաներ ծրագրել, մեզ խնդիրների մեջ գցել, մենք շարունակում ենք ապրել ենթադրություններով։ Մեր առավոտը ենթադրություն է, ցերեկը ենթադրություն է, երբ որ մի հատ խնդիր կա, որ մենք պիտի ուզենանք լուծենք, մենք չենք նստում ու մտածում դեռ դու ինչ ունես սրա համար։ Երբ որ ինձ Աստված խոսած այդ Ղափանում եղած այդ մանկապարտեզի համար, գիտեք, դրանից հետո երբ որ ես լսեցի իր ձայնը, ոչ վարիչը, ոչ քաղաքապետը, ոչ ես, ոչ մեկը չէինք կարող մեկի փակեինք, անհնարին էր, որտեղ բացվել էր, Աստված հնարավորությունը տվել էր, չէր լինի փակել, 6-7 տարի մենք այդտեղ ծառայություններ ենք արել, մինչև եկել է ժամանակը, որ Տերն ասում է հիմա փակում եմ, բացող չի լինի, ու մենք արդեն դուրս եկանք այդտեղից ու պետք էր ինչի համար, որ մեր շենքը, մեր տարածքը ունենայինք, որտեղ մենք այդտեղ լռվել էինք, մեր համար շատ լավ էր եւ այլն, Տերը տեսավ չէ, սրանք լճացման են գնում ու մեզ դուրս բերեց այդտեղից, որ նորից ուզենանք լսենք իր ձայնը, բայց որն է դժոխքի դուռը բացող բանալին։ Գիտեք, ինչ իմաստով բացող, որ դու ճեղքում ես էդի, որ դու ոչնչացնում ես էդի, որ դու առաջ ես գնում սրա մեջ, սա միայն երբ որ որդու բերանից, գիտեք, երկնքի արքայության բանալին որն էր, Հիսուսն ասեց հայրը խոսեց քո։ Երբ որ հայրն է խոսում մեր կյանքում բացվում են երկնքի դռները, երկնքի արքայությունը, օրհնությունները, ինքը հայրական օրհնություններով լցնում է մեզ, բայց որպեսզի սատանայի գործերը քանդվի, իր դուռը ջարդվի, ասենց ասած, բացվի ու մենք ներս մտնենք, պիտի որդին խոսա։ Որդին խոսա, Հիսուսը խոսա, ում միջոցով, մեր միջոցով, մենք էլ ենք որդի, եկեղեցու միջոցով։ Ու այսօր մենք չենք կարող նստենք ու ասենք մեր երկրում էս ինչը վատ է, այն ինչը վատ է։ Գիտեք, մենք ենք կանչված այդ երկսայրի սուրը մեր բերանում ունենալու ու դժոխքի դռները բացելու ու անելու այն ինչ որ Աստված ուզում է։ Մինչև այսօր սատանան կարող ինչ որ միտեղ թաքնված լինի մեր գործերի մեջ, թաքնված լինի երկրի որևէ ոլորտի մեջ ու շարունակի ներից գործել, կրակոտ ուղարկել եւ այլն։ Ու մենք ասենք ինչի համար, մենք չենք կարող այս հարցը լուծենք ու քանի որ ուզում ենք լուծենք, եկեք ենթադրենք ինչ անենք, եկեք մի քիչ աղոթները շատ ասենք, եկեք մի քիչ էսի անենք, եկեք մենք սկսում ենք մարդկային բաներ, մենք չենք լսում, որտեղ եթե հայրը խոսի կամ որդին խոսի, ամեն ինչ շրջապատում փոխվելու է։ Ու ինչ հատեղի ունենում, երբ որ Սատանան ներս է մտնում, ասում ինքը ուներ դժոխքի բանալին եւ մեծ շղթա իր ձեռքում եւ նա բռնեց վիշապին։ Բռնել նշանակում է բացահայտել։ Մենք ասում ենք բռնսրեցի քեզ, չէ՞, դու ես սրի մեջ բռնվեցիր։ Գիտեք, ամենակարևոր բաներից մեկը ինքը խավարի մեջ սատանան, ինքը մթության մեջ, ինքը քամելյոնի նման է։ Ինքը քամելյոնի նման է, ինքը իր այդ գույները ընդունում է։ Եթե լույսի մեջ ես ինքը լուսով հեշտակի կերպարանք է հատում, սուգիրքը սենց է գրում։ Եթե խավարի մեջ ես ինքը մութ է, եթե ինչ-որ մի բան Քրիստոսի արյան կարմիր գույնն է, ինքը գույնն է հագնում, ու ինքը թաքնվում է, ու մենք չենք կարող նկատենք իրան, մենք չենք կարող տեսնենք ու նկատենք իրան, որտեղ է ինքը, բայց երբ որ գալիս է երկսայրի սուրը, երբ որ գալիս է երկսայրի սուրը ու մենք բացում ենք դուռը ներս ենք մտնում, մենք բռնցնում ենք իրան, մենք բացահայտում ենք իրան, ինքը սկսում է երևալ, արդեն երևում է սրա մեջ է, հիշում եք անցած կիրակի էր երևի, որ Հովսեդեկյան Հեսուի համար ասում էի, որ կանգնեց Աստծու առաջ, երկար կանգնեց, հրեշտակը, որ Հիսուսն էր խոսած իր հետ, ու ինքը տեսավ, որ իր կողքին կանգնած է սատանան, աջ կողքին, աջում լավերն էին, ամեն ինչ լավ էր, իրան գովում էին, ամեն բան լավ էր, բայց գիտեք ինչն էր հարցը, որ ինքը չէր նկատում թաքնված սատանային, որ գուցե իրեն գովել, բայց շողոքորթեն սրա էր միասին, ու ինքը սխալ տեղ գնա, որտեղ իր տղաներն էլ գուցե իրան գովում էին, բայց Սուբիդիքը հետագայում գրում է, որ տղաները լուրջ մեղքի մեջ էին, ու Աստված ուզում էր, որ Հովսեդեկյան Հեսուն կանգնի Աստծո ներկայության մեջ ու ազատագրվի սրանից։
Մենք այսօր շատ անգամ չենք իմանա սատանան, գիտեք, ես կարող մտածեմ ու ասեմ կարող է, այս ինչ մարդու մեջ է, այն ինչի միջոցով անում, այս ինչի, բայց ես չնկատեմ իմ կյանքում եղած իր թաքուն տեղը։ Խոսքս դիվահար լինելու մասին չի, խոսքս աստվածաբանություն չի, սխալ չհասկանալ։ Իմ ասածը հետևյալն է, որ մեր կյանքում գուցե մեկիս կյանքում հպարտության մեջ, գուցե մեկիս կյանքում մի հատ ուրիշ միտեղ, թուլության մեջ, ինչ որ միտեղ կարող ինքը թաքնված ու քեզ։ Ու սկսի գործել ու արվիրել քեզ հենարանի ձրկել, երբ որ դու ճիշտ սկսում ես շարժվել, դու նախ բացահայտում ես իրան։ Հետո ասում են կապեց նրան։ Կապելը այն ձեռնաշղթաները, որ ոստիկանը գցում է։ Ինքը դա ժամանակավոր է, դու իրան կապել ես, բայց ժամանակավոր է։ Հիսուսն ասում է կարող գնա 7 անգամ ավելի ուժեղ արմի հետ գա։ Էսի հələ ամբողջը չի, հետո ասում է գցեց նրան։ Դու դիրքից ես գցում իրան։ Ինչքան հրաշալի կլինի, որ եկեղեցիները Հայաստանում, գիտեք ինչն է հետաքրքիր, որ Հայաստանում կարող շատ ուժեղ լավ եկեղեցիներ բարձրանան, քանակապես շատ եկեղեցիներ, բայց զգաց քաղաքի մթնոլորտը չի փոխվում։ Երկրի մթնոլորտը չի փոխվում, եկեղեցիները բարձրանում են, շատանում են կան, բայց ինքը իր դիրքում շարունակում է այդ օդի սվերան, որ կա պահել, ու ունդերից շարունակում է ռմբակոծել։ Շատ ավելի գիտեք կառավարական, այդ ոլորտներում սկսում է գործել, շատանում են մեղքերը, շատանում են սխալ բաները, շատանում է անհավատությունը, սրա հետ միասին լինել է շատանում, այնինչ կանչված է գցելու սատանային իր դիրքից, ամեն, ու հետո ասում է բանտարկեց նրան այդ հրեշտակը։ Արդյոք մենք բանտարկում ենք, այս բանտարկելն են է, որ Սուրբ Գիրքը Հիսուսն ինչ էր ասում էր դեմ դուրս ալի ու էլ երբեք չգաս իմ մեջ։ Գիտեք, գալիս է մի հատ շրջան, որ 7-ից 10 տարի դու զգում ես արթունությունը, երկիրը լույսի մեջ է ու սատանան չի կարողանում գործի։ Ես հիշում եմ Արարատ քաղաքում պատմում էին, երբ որ երեխա էի, պատմում էին, որ Արարատը լցված էր դևերով։ Մարդիկ փողոցում տեսնում էին դեպ, գիշերը աշխատողները տեսնում էին սատանային, գալիս պատմում էին, մեր տան մեջ հորքուրենքս տեսել են, պատմել են, պապաս, իրանք պատմում էին, մեջ վախեր էր գալիս ու սխալ բաներ էր, բայց գիտեք Արարատը լցված էր դիվայնով, մի հատ հավատացյալ բարձրացան, երկուսը բարձրացան, սկսին աղոթել 10, 20, 100-ը, գիտեք Արարատը սրբվեց, այսօր Արարատում փոքր քաղաքում երկու հատ մենակ մեծ Սուրբ Հոգով լցված եկեղեցի կա, չհաշված մյուսները, ես այս երկուսը գիտեմ։ Երկու փողոց է ընդամենը Արարատ քաղաքը, փոքր մի հատ քաղաք է, բայց ինչի համար, որովհետև գիտեք, երկար ժամանակով սատանան վտարվեց։ Ասում է Հիսուսին փորձելուց հետո, որ տեսավ Հիսուսի բերանի երկսայրի սուրը խփում է իրան, ասում է մի որոշ ժամանակ հեռու մնաց։ Արդեն Հիսուսն էր ուրեցում էր դեպերը մեզ մի տանջի խնդրում ենք, մեզ ուղարկի խոզերի մեջ, Հիսուսն ասեց ավելին կանեք, քան ես արել եմ։ Եթե հավատաք, հավատքը լսելուց է, եթե դուք գործածեք բանալի, ամեն, ու ասում է վերջում կնիկ դրեց, կնիքը արդեն թագավորության իշխանությունն է, Սուրբ Հոգին է կնիքը, Սուրբ Հոգու խորհուրդն է կնիքը, որ այդ վայրը արդեն լցվում է ոչ թե մարդկային մտածելակերպով, այլ Սուրբ Հոգու բացարձակ ներկայությունով, շոշափելի ներկայությունով, երբ որ գալիս է այս ներկայությունը ինքը ամեն ինչ փոխում է, ամեն։ Գիտեք, հրեշտակը չէր կարող այսքան բան անել, եթե երկու բան իր ձեռքում չունենար։ Դու ոնց կարաս մեկին կապես, եթե շղթան չունես։ Բանալիի մասին ասեցի, բանալին այդ երկսայրի սուրն է, բայց եթե դու չունես շղթան, ոնց ես կապելի։ Այսօրվա եկեղեցին գուցե գիտեք ունենա բանալին, բայց չունենա շղթան, որով պիտի կապի։ Ոնց կարան կապենք, եթե շղթան չունենք, Սուրբ Գիրքը գրում է, հրեշտակը, որ եկավ երկնքից, ուներ դժոխքի բանալին եւ մի մեծ շղթա իր ձեռքի մեջ։ Ինչ անենք, որ այդ շղթան ունենանք, որ մենք իսկապես կարողանանք մեր երկրից հեռացնենք վատը, թե վատը անողին դերին, թե վատը արարքները մաքրենք մեր երկիրը, սրբենք։ Ես հիշում եմ միշտ այն երազը, որ Անժելը տեսել էր, որ մենք եկեղեցով վերցրած ավելիներ, որոնք վառվող կրակի ավելիներ էին, սրբում էինք քաղաքը, մաքրում էինք։ Ինչ անենք, որ այդ մաքրությունը գա, ինչ անենք, որ այս փոփոխությունը գա։ Գիտեք, երբ որ ես մտածում էի սրա վրա, Սուրբ Գրքում մի տեղ կա, որ շղթա կա։ Շղթան, գիտեք որն էր, ցանկացած քահանայապետ, որ կանգնում էր ծառայության,
իր այս մասը մի հատ ոսկի շղթա կար։ Շղթայի մի մասը գալիս էր այս պագոնի վրա մի հատ մեծ բրիլյանտի քար կար, որը Քրիստոսի իշխանության խորհուրդն է, իշխան Քրիստոսի սենց ասած, ու գալիս էր դեպի սիրտ, որտեղ 12 ցեղերի անուններով մարգարիտներ էին։ Ու այս շղթա ցեղը, սիրտը, մեր սիրտը կապում էր իշխանության հետ Քրիստոսի։ Քահանան քայլում էր լինելով օրինակ նրա, որ մեր կյանքը պիտի շղթայված լինի Հիսուս Քրիստոսի իշխանությանը։ Երբ որ ես, գիտեք, երբ իմ ձեռքում կհայտնվի հոգևոր այդ շղթան, որը իշխանություն կունենա կապելու դիվային է այս երկրի վրա, երբ որ ես իսկապես ճիշտ ձևով շղթայված լինեմ, սիրո շղթայով, խաղաղության, հավատքի շղթայով Հիսուս Քրիստոսին, երբ որ այդ շղթան սկսի գործել իմ կյանքում, մենք այսօր ամեն մեկը գուցե շատերն այսօր այդ շղթայի վրա ուշադրություն չեն դարձնում, մենք շարունակում ենք ապրել մեր ենթադրություններով, մեր հասկացողությունով, մենք շարունակում ենք ապրել սենց։ Բայց Տերն ասում է, որ ժամանակն է փոխելու ինչ-որ մի բան։ Գիտեք, երբ որ Տերն եկավ, ես մի հատ օրինակ եմ ուզում ասեմ ու կավարտեմ դրանով, չեմ ուզում շատ երկարացնել, բայց գիտեք ինչ նախնդիր է այսօրվա մեր քրիստոնյաների։ Պատկերացրեք sense մի հատ օրինակ, որ Աստված եկավ, մուրճը վերցրեց, ինձ ուզեց կերտել։ Ինձ ուզեց ինչ ինձ ուզեց կերտի որպես Աստծո ծառա, Աստծո զավակ, չէ՞։ Ինքը մուրճը վերցրեց, ինձ կերտեց, պատրաստեց որպես Աստծո զավակ, չէ, որպես մեկը, որ Աստծո զավակ է, հետո այդ մուրճն ու զուբիլը տվեց ինձ, ասեց հիմա դու սրանով պիտի իմ տունը կառուցես։ Ես սկսեցի տունը կառուցել։ Եկավ ժամանակն անցավ։ Աստված ասում է հիմա ես ուրիշ նոր բան եմ ուզում անել։ Ինչ եմ անում, ես ուրախանում եմ, Տերս նոր բան է անում, ու սպասում եմ ժամերով չկա այդ նոր բանը։ Ու մեկը տեսնում, գիտեք ինչ նախնդիր է, երբ որ Աստված ասում է ես նոր բան եմ ուզում ստեղծեմ, ինքը գիտեք ինչ նկատի ունի, նախ քեզ է ուզում փոխի, ինքը նոր գինի, նոր տիկի մեջ է լցնելու, եթե դու հին տիկ ես, չի տա քեզի։ Ես ինչ պիտի անեմ, նորից գամ Աստծո մոտ, Տեր, այն ինչ որ ես անում էի մուրճով, այն ինչ անում էի մուրճով, հիմա միան եմ դնում, գալիս եմ քո մոտ։ Գիտեք, գալիս եմ Աստծո մոտ, Աստված սկսում է էլեկտրական գործեր անել իմ մեջ։ Ու իմ ձեռք ես անգամ տալիս է լրիվ էլեկտրական բաներ, ինչի համար, ասենք ակրոր կա եւ այլն, որտեղ տելևիզոր է տալու ես անգամ, հեռուստացույց է տալու։ Քանի որ ես փոխված չեմ, ես մուրճով եմ սկսում հեռուստացույցի հետ գործ անել ու ջարդում եմ դա։ Ու սրա համար շատ հոգևորներ, որ սկզբից շատ լավ սկսել են տուն են կառուցել, հետո դարձել են մարդիկ, որոնք այդ նույնը մուրճով քանդել են, որտեղ Աստված փոխում է ինչ-որ բաներ այսօր։ Ինքը այսօր ուզում է փոխի մեր մտածելակերպը, մեզ ուզում է տուն սարքողից դարձնի կոմպյուտերի աշխատող։ Դու չես կարա կոմպյուտերը դնես ու սկսես մուրճով խփել, զուբիլ դնել խփել, չէ, մենք ցավոք սրտի սենց ենք վարվում։ Ինչի համար, որտեղ չենք գնում իր մոտ, ինչն է մեզ փոխում, հայրական ձայնը։ Հայրական ձայնը մեզ փոխում ուրիշ է դարձնում, որդու ձայնը մեզ իշխանություն է տալիս սատանայի գործերը քանդելու։ Եթե մենք այս երկուսը չունենանք, այս երկուսն են գալիս է Սուրբ Հոգու հետ եղած հարաբերությունից։ Եկեք աղոթքի անցնենք ժողովուրդ ջան, չեմ ուզում շատ երկարացնենք, ուզում եմ աղոթենք